Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, սրտանց փառք տանք մեր Տիրոջը այս հրաշալի օրվա համար, կիրակի օրվա համար, հանգստի օրվա համար, Տերը տվել է այս օրը որպես հանգստի օր, ոչ միայն մեր մարմինները հանգստանալու համար, այլ նաև մեր հոգիների հանգստության համար է տվել այս օրը Տերը, որ մեր հոգիները հանգիստ գտնեն նրա գրկում, ասենք փառք ես Տեր, շնորհակալ ենք այս օրվա համար, այս հանգստի օրվա համար, փառք Տիրոջը դրա համար։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ կարդալ 40 Սաղմոսից մի քանի համար։ Ուրեմն 5-րդ համարից եմ կարդում։ Շատ են սքանչելիքները, որոնք դու ներել ես, ո իմ Տեր Աստված ես, ու մեր վրա ունեցած խորհուրդներդ, մեկը չկրնալ կարդալ պատմել ու քո առջև հետ։ Պիտի պատմեի ու խոսեի, բայց համրանքեն ավելի շատ են։ Զոհի ունծայի չհամնեցար, հապայի մակաշները սպացիր, որ ողջակես ու մեղքի պատարակ չպահանջեցիր։ Այն ժամանակ ասի թե ահա կուգամ ես, գրքի տոմսի մեջ ինձ համար գրված է, ո իմ Աստված ես քո կամքդ կատարելու փափակեցա ու քո օրենքդ իմ ներսիդիս է։ Զոհի ունծայի չհամնեցար, հապայի մակաշները սպացիր։ Ուրեմն հետարքիր է եղբայրներ քույրեր։ Հին ուխտում մենք գիտենք, որ աստվածապաշտությունը դա զոհերով, ընծաներով Տիրոջը ինչ-որ համար բարի գործ անելով էր։ Բայց այստեղ Տերը ասում է, որ դու ոչ զոհ ես ուզում, ոչ էլ ընծա ես ուզում։ Դու դա չես ուզում։ Հապա դու ուզեցիր, որ իմ ակաժները բացես, որ մեր հոգու ակաժները բացվի։ Ու այն ժամանակ, երբ որ իմ հոգու ակաժները բացվեց, այն ժամանակ ասեցի թե ահա կուգամ ես գրքի տոմսի մեջ ինձ համար գրված է, ո իմ Աստված քո կամքդ կատարելու փափակեցա։ Երբ որ իմ ակաժները բացեց Տերը, ես ուրեմն ինչ հասկացա, ինչ ուզեցա, իմ ներսում ինչ կատարվեց։ Ես ուզեցա ասում եմ, որ Տեր Աստված քո կամքդ կատարելու փափակեցա։ Ոչ թե ուղղակի ուզեցա քո կամքդ, այլ փափակեցա քո կամքդ կատարելու։ Բայց շատ հետարքիր է, ես մի տեղ էլ կարդամ Եբրայեցիս թղթի մեջ այդ նույն ձևի կա, որից հետո շարունակենք։ Եբրայեցիս թղթի մեջ էլ կարդում ենք սիրելի եղբայրներ քույրեր, որ այստեղ Տիրոջ խոսքը 10-րդ գլխում այսպես է ասում։ Ուրեմն իհարկե առաջի խոսքից որ կարդում ենք ասում է, քանզի օրենքը գալու բարիքներին շուկն է, ոչ թե այն բաներում բուն կերպարանք ունելով, միշտ ամեն տարի մատուցված նույն զորով երբեք չկնալ կատարյալ ներզանոնք, որ կմոտենան։ Օրենքը դա ստվերն է, շուկն է։ Օրենքով էին զոհեր լինում, պատարակներ լինում, օրենքով էր, բայց դա ընդամենը ստվերն էր, այն ճշմարիտ զոհի, որ պիտի գար։ Դա ընդամենը ստվերն էր, այո, շողքն էր օրենքը ցույց տալիս։ Եվ հիմա շարունակության մեջ ասում է. Վազի նոխազներու ցուլերուն արյունը չկրնալ մեղքերը վերցնել։ Նոխազ էինք բերում, ցուլեր էինք բերում զոհաբերելու համար, բայց դրանք նույնն է, մեղքերը չէին վերցնում, որովհետև ամեն տարի շարունակ նույն բանը կրկնվում էր։ Ողջակեզներու մեղքի պատարակներու չհամնեցար։ Հետարքիր է, չէ՞, ողջակեզ մեզ թվում է թե այն մարդը, որ օրենքի հոգեբանություն ունի, իրան թվում է թե Տերը ողջակեզի ընծայի, չգիտեմ ինչի կարիք ունի, Տերը դա է սիրում։ Օրենքով մտածող մարդը այդպես է հասկանում, որ ողջակեզ ու ընծայի է հավանում Տերը։ Բայց ասում է, այն ատենսի, ահա կուգամ, դու չես հավանում դա, բացվել է Տիրոջ խոսքը նրան բացվում է, ում որ
ով որ հասկանում է, որ Տերը ոչ թե ողջակեց զոհ է ուզում, այլ այստեղ ասում է այն ատենեսիա քու գամ ես գրքի տոմսի մեջ ինձ համար գրված է քու կամքդ կատարելու ով Աստված։ Վերսելով թե զոհ ունցալ եւ ողջակեց ու մեղքի պատարակներ չուզեցիր, ու անոնց չամնեցար, որոնք օրենքին հայմատ կմատուցվեին։ Այսինքն օրենքի գործն էին կատարում դրանք։ Դու ասում դա չուզեցիր։ Ետքը կսե, դրանից հետո ասում է ահա քու գամ ես քու կամքը տնելու ով Աստված։ Այսինքն զոհուրն ու ընձան դրանք Աստծո կամքը չէին։ Բայց ասում ես դրա համար ասացի ահա քու գամ քու կամքը տնելու ով Աստված։ Որ Աստված առաջինը կհերքե, որպես երկրորդ հաստատե։ Առաջին այսինքն զոհերի ու ընձանների նվիրաբերությունը դա հերքվում է։ Դրա համար որ երկրորդը հաստատվելով առաջինը հերքվում է։ Հիմա շարունակության մեջ ասում եմ։ Ետքը կսե ահա քու գամ ես քու կամքը տնելու ով Աստված։ Առաջինը կերքե, որպես երկրորդ հաստատե, որ կամքով մենք ալ սրբեցանք Հիսուս Քրիստոսի մարմնին մեկ անգամ պատարակվելով։ Հետարքիր է եղբայրներ քուրեր։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Սամուել 2-ում Դավիթը տվյալ դեպքում, երբ որ Դավիթը ասում է, երբ որ իմ ականջներս բացիր, ես մտածում եի, թե զոհով, ընծայով գամ քո առաջ, բայց երբ որ դու իմ ականջներս բացեցիր, մի նոր բան իմ ներսում մտավ, մի նոր բան ես հասկացա, որ դու ոչ թե զոհ ու ընծայ ես ուզում, այլ դու իմ ականջներս բացում ես, որպեսզի իմ ներսում փափակ առաջանա կատարել քո կամքը։ Բայց ո՞րն է Աստծո կամքը։ Այդ ինչ կամքի մասին է խոսում Տերը, եղբայրներ քուրեր, ինչ պիտի աներ Դավիթը, ինչ պիտի անենք մենք, որ իր կամքը կատարենք, եղբայրներ քուրեր։ Աստծո կամքը արգե բարի է, եւ Աստծո կամքը նա է, որ բոլոր մարդիկ ճշմարտությունը ճանչնան եւ գտնեն փրկություն։ Բայց այստեղ եղբայրներ քուրեր, շատ հետաքրքիր է, միգուցե դա հակասական լինի, բայց տեսեք ինչ է Աստծո կամքը։ Տեսեք, Աստծո կամքի մեջ մենք կարդում ենք սիրելիներս, որ երբ որ ասենք մենք նայում ենք Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխում 34 համարից ասում է այն ատեն թագավորը իր աշխոհը եղողներում տիսե եկեք իմ հորս օրհնածները աշխարհին սկզբեն ձեզի համար պատրաստված թագավորությունը ժառանգեցեք վասնզի անօթեցա եւ ինձի ուտելիք տվիք ծարավեցա ու ինձի խմցուցիք օտարական էի եւ զիսներ կարիք մերկ էի եւ զիս հացուցիք հիվանդ էի ու ինձի տես եկաք բանտի մեջ էի եւ ինձի եկաք այն ատեն արթաններ անոր պատասխան դիտանուսեն Տեր երբ քեզ անօթեցած տեսանք ու կերակրեցինք կամ ծարաված ու խմցուցինք երբ քեզ օտարական տեսանք եւ ներս առինք կամ մերկ ու հացուցինք երբ քեզ հիվանդ կամ բանտի մեջ տեսանք ու քեզի եկանք եւ թագավորը պատասխան տալով դիսի անոնց ճշմարիտ կսեմ ձեզի որովհետեւ այսին եղբայրներս ամենեն պստիկներն մեկ ունելիք ինձի իրիկ Ուրեմն արթաները զարմանում են, բայց երբ նոր քեզ բանտի մեջ տեսանք, երբ քեզ հիվանդ տեսանք, սոված տեսանք, կերակրեցինք, եւ ինչ է պատասխանում Տերը։ Իմ այս եղբայրներից ամենից փոքրիկներին ըրիք, ուրեմն ինձի արեցիք։ Եղբայրներ քուրեր, եթե մենք մի եղբոր մի քրոջը անում ենք Աստծո կամքը, ապա դա համարեք, որ դա մենք Աստծուն ենք անում։ Եթե մենք մի եղբորը վրդովեցնում ենք, եթե մի եղբոր սիրտը կոտրում ենք, դա նույն անում ենք Տիրոջը եղբայրներ քուրեր։ Եթե կհիշեք, ասենք Գործք առաքելոց 9-րդ գլխում, երբ որ Սավուղը Սողոսը գնում էր Դամասկոս իր հետ մի քանի հոգի ձիավորներով գնում էին, որ բերեն բաներին, այդ հավատացյալներին բռնեն, բերեն, դատեն, ճանապարհին հանդիպում է Հիսուսին։ Վայր անգնում եւ ասում է Հիսուսը նրան ասում է. «Սավուղ, Սավուղ, ինչու ինձ կհալացես»։ Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում։ Բայց որտեղից իմանալ Սավուղը, որ նա Տիրոջն է հալածում։ Եվ ասում է. «Տեր, ինչ ես ուզում որ անեմ»։ Այսինքն, եթե դու մեկին հալածում ես, եթե քո եղբորը հալածում ես, եթե քո քրոջը հալածում ես, նրա նկատմամբ չար գեշ խոսքեր ես ասում, հաստատ իմացիր, դու Հիսուսին ես անում։ Վտանգավոր է, չէ՞, եղբայրներ քուրեր, երբ որ մենք Հիսուսին այդպես անենք։ Կասենք մենք ինչ ենք արել Տիրոջը, Տեր մենք քեզ ինչ ենք արել, բայց Տերը կասի, այսինչ քուրիկին դու հալածում էիր, ուրեմն ինձ էիր հալածում տա։
Այսինչ եղբորը հալածում էր, ուրեմն ինձ էր հալածում։ Ուրեմն հիմա ո՞րն է Տիրոջ կամքը, եղբայրներ քուրեր, որ Դավիթը փափակեց Տիրոջ կամքը կատարել։ Տիրոջ կամքը ուրեմն սովածին հաստանն է։ Տիրոջ կամքը ծարավին ջուր տալն է, մերկին հագցնելն է։ Տիրոջ կամքը, այո, դա Տիրոջ կամքը դա նայա որ ամենից պստիկներից որ ասում արեցիք, ուրեմն ինձի արեցիք։ Դրա համար Տիրոջ կամքն է նաև քեզ հալածողի համար աղոտ կանելը։ Տիրոջ կամքն է նաև քո թշնամուն սիրելը։ Տիրոջ կամքն է, եղբայրներ քուրեր։ Եվ հետաքրքիր է, եղբայրներ քուրեր, Դավիթն ասում էր, քո կամքը կատարելու փափակեցա, փափակել սիրել թշնամուն։ Փափակել իր ուրեմն հալածողի համար աղոտ կանել։ Տեսեք, սա մի նոր սիրտ է, եղբայրներ քուրեր։ Հին սրտի մեջ այսպիսի բան չի կարող լինել։ Սա նոր սիրտ է, դրա համար Տեր ասում է, վերջին ժամանակները նորուղ պիտի անեմ իմ ժողովրդի հետ, նրանց նոր սիրտ եւ նոր հոգի պիտի տամ։ Փառք Տիրոջի, եղբայրներ քուրեր, ունենք մենք այսպիսի սիրտ, որ փափակի իր թշնամու համար, իր թշնամուն սիրելու, որ փափակի իրան հալածողին համար աղոտ կանելու, որ փափակի սովածին հաստալու, որ փափակի ծարավին ջուր տալու, ունենք մենք այսպիսի սիրտ։ Եղբայրները լավ օրինակներ բերեցին, եղբայրներ քուրեր, այո, բարին հաղթում է միշտ, սիրելի եղբայրներ քուրեր։ Մենք կարդում ենք նաև ուրեմն Հովհաննես ավետարանի 4-րդ գլխի մեջ, 4-րդ գլխի, երբ որ Հիսուսը, ասենք, սամարացի կնոջ հետ խոսում էր, եւ աշակերտները գնացել էին գյուղերը, որ հաց բերեն, իրանք հաց չէին կերել։ Երբ որ հաց հարան ասեցին, ռաբի, հաց կեր, այդ ժամանակ կարդում ենք, ուրեմն, և այս միջոցին աշակերտներ են աղաչեն 31 խոսքի, 4 գլուխ 31 խոսք, Հովհաննես ավետարան։ Ռաբի, հաց կեր, անիկասավ անոնց, ես կերակուր ունեմ ուտելու, զոր դուք չեք գիտեր։ Ես ունեմ կերակուր ուտելու, բայց դուք այդ կերակուրի մասին տեղակ չեք, չգիտեք, այդ ինչ կերակուր է դա, իմ կերակուրս ո՞րն է, ուստի աշակերտները կսեին իրարու, արդյոք մեկ այսօր ուտելու բան տվավ, նրանք մարմնավոր էին խորհում, մարմնավոր էին մտածում աշակերտները, բայց Տեր ասեց, Հիսուս անոնց, իմ կերակուրս այն է, որ ես զիս խելքողին կամ քնեմ, անոր գործը կատարեմ։ Իմ կերակուրս դա է, որ ես ինձ ուղարկողի կամ քանեմ, եւ այդ գործը կատարեմ, եղբայրներ քուրեր, որն էր նաեւ Աստծո կամքը, որն էր նաեւ Աստծո կամքը, որ իր որդուն ուղարկել էր երկինք եւ նա էլ սիրով եկել էր։ Աստծո կամքը նա էր, որ եղբայրներ քուրեր, որ Հիսուսը պիտի խաչվեր քո համար։ Հիսուսը պիտի խաչվեր ամբողջ աշխարհի մարդկության մեղքի համար։ Նրան պիտի ծաղրեին, նրան պիտի հալածեին, նրան երեսին պիտի թքեին, ինքը որ Աստված էր, Աստծո որդի, եկել էր կատարելու հոր կամքը։ Սա է Աստծո կամքը, եղբայրներ քուրեր, համաձայն ես դու Աստծո կամքի հետ, քո նախատինքներուդ նախատինքը իմ վրաս ընկավ։ Եղբայրներ քուրեր, Տիրոջ խոսքը շատերի համար խիստ անհասկանալի է, ինչքան որ երկինքը երկրից բարձր է, այնքան ասում է իմ խոսքերս ձեր խոսքերից է բարձր, ձեր ճանապարհներից է բարձր։ Եղբայրներ քուրեր, եւ այդ միտեղ էլ եմ ուզում կարդալ 36 Սաղմոսից մեջ կարդում ենք հետաքրքիր միտեղ Սաղմոս 36, ուրեմն տեսեք ինչ է ասում։ 36 Սաղմոս, ուրեմն խոսքը հիմա ասեմ։ Ուրեմն 5-րդ եւ 6-րդ խոսքերը։ Ով Տեր, քո ողորմությունդ մինչև երկինքը կհասնի, ու քո ճշմարտությունդ մինչև ամպերը։ Քո արդարությունը թզոր լեռներու պես է, քո իրավունքդ մեծ անդունդն է, մարդիկ ու անասունները դուն կապրեսնես ո Տեր։ Քո արդարությունը թզոր լեռներու պես է, քո իրավունքդ մեծ անդունդն է։ Ինչ է նշանակում քո իրավունքը մեծ անդունդն է։ Ռուսերենում ասում է «Պրավդա», այսինքն ճշմարտությունը քո մեծ անդունդը։ Ինչպես մեծ անդունդը շատ խոր անդունդը չի երևում, եղբայրներ քուրեր,
այնպես էլ եղբայրներ քույրեր, Տիրոջ իրավունքը, Տիրոջ ճշմարտությունը անհատակ խորն է, անհասկանալի խորն է, անդունդի նման խորն է, որ երբեք նրա հատակը չես կարող տեսնել։ Այդքան խոր է Տիրոջ ճշմարտությունը եւ երկնքից ու երկրից բարձր է, եղբայրներ քույրեր։ Երբ որ ասում է Տիրոջ ողորմությունը միջև երկինքը հասնի ու քո ճշմարտությունը միջև ամպերը, սա չի նշանակում, որ ամպերը ավելի բարձր է, քան թե երկինքը ավելի բարձր է, քան թե ամպերը, բայց սա չի նշանակում, որ Տիրոջ ողորմությունը Տիրոջ ճշմարտությունից ավելի բարձր է։ Սա ինչ է նշանակում։ Տիրոջ թե արդարությունը, թե Տիրոջ սերը, բոլոր Տիրոջ ամեն բաները հավասարապես նույնն են, եղբայրներ քույրեր։ Տիրոջ ողորմությունը ավելի վեր է, քան Տիրոջ արդարությունը, դա նշանակում է, որ եղբայրներ քույրեր, Տիրոջ ողորմությունը երևում է այն ժամանակ, երբ որ Տիրոջ արդարությունն է կատարվում։ Երբ որ Տիրոջ արդարությունը կատարվում է, այս ժամանակ գալիս է ողորմության հերթը։ Երբ որ խաչի վրայի ավազակը ընդունեց իր մեղքը, ասա որ մենք այս բոլորի համար արժանի ենք պատժվելու, բայց այս մարդը ինչ արել։ Երբ որ նա ընդունեց իր մեղքը, եղբայրներ քույրեր, եւ ասեց, երբ որ կգաս ինձ քո թակավորությունը ինձ ելհիշիր, ճշմարտությունը ընդունեց այդ խաչի վրա ավազակը, որից հետո եկավ ողորմությունը եւ Տեր ասեց, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Փառք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Այո, եղբայրներ քույրեր, ողորմությունը եւ ճշմարտությունը միասին են։ Եղբայրներ քույրեր, ոմանք կարծում են, օրինակ ես մի հատ հարց տամ։ Ինչու՞ որ Հիսուսը եկավ աշխարհ եւ խաչվեց աշխարհի մարդկանց համար։ Ինչը ստիպեց Հիսուսին, որ Հիսուսը գա եւ խաչվի ամբողջ մարդկության մեղքի համար։ Ինչ ստիպեց իրան։ Ինչպես սերը։ Այո, ժողովուրդը այս կարծիքին է, որ միայն սերը, բայց չի, այդպես չի։ Ոչ միայն սերը, եղբայրներ, այլ Աստծո արդարությունը ստիպեց։ Առաջ պետք է արդարությունը կատարվի, եղբայրներ քույրեր։ Ինչն է, որն է Աստծո արդարությունը։ Ասում է, քո արդարությունը հզոր լեռների պես է։ Հզոր լեռների պես է քո արդարությունը։ Այսինքն որն է այդ արդարությունը, որ մեղքը պիտի պատժվեր։ Եվ ամբողջ աշխարհի մեղքը Աստված դրեց իր որդու վրա։ Որդին պատժվեց, որդին խաչվեց, կատարվեց Աստծո արդարությունը, եւ սա պահանջն էր, խաչի պահանջներից մեկը, որ արդարությունը կատարվի, եւ երկրորդը սերն էր պահանջը։ Ուրեմն եւ թե սեր եւ արդարությունը իրար համբուրում են, եղբայրներ քույրեր։ Մենք Սամոսների մեջ 84 Սամոսի մեջ կարդում ենք այդ մասին, որ սերն ու արդարությունը ուրեմն իրար համբուրում են։ Այս կարդամ այդ տեղը։ Ուրեմն 84 Սամոս 85 Սամոս 85 Սամոս 9-10-11 խոսքերը։ Արդարև իր փրկությունը մոտ է իր մեր վախեցողներուն, որպեսզի մեր երկրի մեջ փառք բնակի։ Ողորմությունն ու ճշմարտությունը իրարու պատահեցան։ Ողորմությունն ու ճշմարտությունը պատահեցին։ Առաջ ճշմարտությունը կատարվեց, հետո ողորմությունը, արդարությունն ու խաղաղությունը իրար համբուրեցին։ Ճշմարտությունը երկրի պիտի բուսնի, ու արդարությունը երկինքի վար պիտի նայի։ Ճշմարտությունը երկրի պիտի բուսնի, դա Հիսուսի համար է, որ երկրից ծնվում է ճշմարտությունը։ Հիսուսը ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ արդարությունը երկինքին պիտի նայի։ Աստծո արդարությունը հզոր լեռների պես է, որ երբեք ինչ փոթորիկ է լինի, ինչ է լինի, այլ լեռները անշարժ են մնում, եղբայրներ քույրեր, փառք Տիրոջը դրա համար։ Որն Աստծո կամքը, որ մենք փափակենք Աստծո կամքը, ոչ թե Տերը ուզում է մեզանից ընծալ, ուզում է մեզանից զոհեր, ուզում է մեր ինչ-որ, չգիտեմ, ասենք մեր բարեգործությունը, այլ Տերը ուզում է այսօր քո ականջդ բացի քո ականջը, որ դու հասկանաս Տիրոջ կամքը սա է, որ դու սովածին հաստաս, ծարավին ջուր տաս, քո թշնամուն սիրես, քո սալածողի համար աղոտ կանես, ընկանցին բարձրացնես։ Շատ հետաքրքիր է, սիրելի եղբայրներ քույրեր, որ Ելից գրքի մեջ, երբ որ այս բանը կարդամ եւ մենք աղոթենք, Ելից գրքի մեջ կարդում ենք շատ հետաքրքիր է, համ գլուխ հիմա
հիշեմ, ելից գրքի մեջ շատ հետաքրքիր բան ասում Տերը, որ անգամ Տերը եզի համար է հոգանում, էշի համար է հոգանում, սիրելի եղբայրներ քուրեր, տեսեք ինչ ասում։ Ելից 23-րդ գլուխ Սուտ դուրս չտանիս, անօրինի հետ ձեռք չնրես անիրա վկալալով, չարություն ընելու համար բազմության չհետևիս ու դատաստանի մեջ իրավունքը ծռելու համար շատերուն կողմը խոտրելով խոշտանից, և աղքատին աչարություն չնես իր դատի մեջ, եթե քու թշնամիդ մոլորած եզին կամ իշուն հանդիպելու լաս, տեսեք ինչ ասում, եթե քու թշնամիդ մոլորած եզին կամ իշուն հանդիպելու լաս, թշնամու եզին կամ իշին, անշուշտ իրեն դարձնես անիկա, եթե քեզ ատողին, քեզանից զզվողին, քեզանից ատողին էշը բեռնի տակ ընկած տեսնես ու զանիկ ազատել են հրաժարվել ալելած, անշուշտ անոր հետ էշը ազատես, անգամ միշի համար է հոգ տանում, անասունների կերակրում է եղբայրներ քուրեր, որ չափ առավել մեզ, ասենք փառքես Տեր, ուրեմն եկեք խնդրենք, որ ինչպես Դավիթն էր կամենում, Դավիթն էր փափագում Տիրոջ կամքը կատարել, մենք էլ փափագենք, որովհետև եղբայրներ քուրեր, դա այն ժամանակ է լինում, մենք փափագենք Աստծո կամքին, երբ որ մեր հոգու աչքերը բացվի, երբ որ Աստծո խոսքը ներս մտնի, երբ որ Աստծո խոսքը քեզ որպես մի խորհուրդ ներս է մտնում քեզանից, քո մեջ մեծ ուրախություն է գալիս, այն ժամանակ դու պատրաստ ես կատարելու իր կամքը, բայց երբ որ չի մտնում Աստծո խոսքը չմտնելով, դու չես ուզում կատարել Աստծո կամքը։ Ուրեմն շատ կարևոր է Աստծո խոսքը մեր սրտերի մեջ ունենալ, շատ կարևոր է կարդալ Աստծո խոսքը, շատ կարևոր է մտածել Աստծո խոսքի վրա, ամեն օր թուղթ ու գրիչ ունենալով, տետր ունենալով, կարդալ, մտածել, այնտեղ էլ որ քեզ կպնում է, խոսքը երբ որ կպնում է դու գրանցես եւ կարդա հաճախակի նայես դրան, որպեսզի այդ խոսքը քո ներսում կատարի փափակ Աստծո կամքը կատարելու համար։ Եկեք սրտանց ասենք, փառք ես Տեր։ Մեր մեջ էլ Տեր Աստված այդ փափակը դիր, որ մենք կարողանանք մեր թշնամուն սիրել, որ մենք կարողանանք մեր սալածողին համար աղոտ կանել, որ սովածին հասնանք, ծարավին ձուր տանք, ընկածին բարձրացնենք։ Տեր, դուր այդ բանը մեզ, որ մենք կարողանանք ամենափոքրին, ամենաչնչին եղբորը, որ չի երևում ընդհանրապես, նրան կերակրենք, նրան անենք, երբ որ նրան ենք անում, դա նշանակում է, որ Տիրոջն ենք անում, փառք Տիրոջը, եկեք սրտանց ասենք, փառք ես Տեր, աղոտ կանենք, խնդրենք, որ Տերը մեր հոգու ականջները բացի, որպեսզի մենք լսենք իր խոսքը եւ փափակենք իր կամքը կատարելու։ Ողորմած Տեր, փառք ես